Նախագծի ընթացքում փորձել ենք բացահայտել Արարատի մարզի գողտրիկ անկյունները, վանական համալիրները, որոշ չափով ծանոթացել ենք պատմամշակութային հուշարձաններին և հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա մի փոքրիկ ճանաչում դեպի մեր հայրենի բնության հոգևոր վերելքները ավելի լավ բացահայտելու և ճանաչելու։ Երկնքից առկախ մի լեռնակղզի Հայաստան աշխարհ։ Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում երկու զանգ հսկա և անձեռագործ։ Եվ այնքան հսկա, այնքան վիթխարի, որ ոչ մի զանգից որևէ կերպ չէին կարող կախվել։ Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս։ Արարատ մարզի մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Արարատի մարզը պետական սահմաններ ունի Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Արարատի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի երկու քաղաքները՝ Դվինը և Արտաշատ։ Արարատի մարզի ռեսուրսները, ջրային ռեսուրսները պակաս են։ Ջրի պակասը լրացնելու համար օգտվում է Ազատի և Վեդու ջրամբարներից։ Արարատում է գտնվում Խորվիրապ վանական համալիրը, Տափի բերդը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի և Պարուս Սևակի թանգարանը։ Արարատի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի երկու քաղաքները՝ Վանը, Դվինը և Արտաշատ։ Մեր նախագծային աշխատանքը սկսեցինք առաջին այցելությունը դեպի Արարատի մարզ և իհարկե առաջին կանգառը Խորվիրապ վանական համալիր հիմնադրված 7-րդ դարում։ Խորվիրապը գտնվում է Երևանից 44 կմ հեռավորության վրա Արաքս գետի ձախապին և որի պատմությունը ամենասերտ կապով կապված է Հայաստանի քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակահատվածի հետ։ Կառուցվել է 3-րդ դարում կանգնած պատմական Արտաշատ քաղաքի բնույթներից մեկի վրա։ Ըստ պատմի ճակատում Գեղոսի Արքադիոս մեծը հալածում էր քրիստոնյաներին, որոնց թվում էր նաև Գրիգոր Լուսավորիչը։ Արքայի հրամանով Գրիգոր Լուսավորիչին նետում են թագավորական բանտերից մեկը, որտեղ լիքներ կարիճներով և օձերով Գրիգոր Լուսավորիչը այդտեղ մնում է 14 տարի և այդ ընթացքում Տրդատ մեծը մահացու հիվանդանում է և ըստ Տրդատի քրոջ երազին նրանք կփրկել միայն Գրիգոր Լուսավորիչը իր աղոթքներով և արքայի հրամանով Գրիգոր Լուսավորիչին ազատ են արձակում և փրկում է Տրդատ երրորդին և 201 թվականին Տրդատ երրորդը պետական կրոն է դարձնում քրիստոնեություն։ Արարատը մեզ հիշեցնում է, որքան էլ հեռանանք, միշտ կա մի գագաթ, որ սպասում է վերադարձին։ Եվս մեկ անգամ նշենք վանքի տարածքից բացվող Արարատ լեռան շքեղ տեսարանի մասին, որը ցանկացած մեկը ով այցելում է Խորվիրապ, ակնթեթ հայացքով կարող է տեսնել և հմայվել բիբլիական Արարատով։ Այստեղ քարերը խոսում են լռությամբ և աղոթքով։
13-րդ դարից սկսած Խորվիրապը եղել է ոչ միայն սրբատեղի, այլ նաև կրթության և գիտության համահայկական կենտրոն, և Վարդան Արարվելցին հիմնում է բարձրագույն դպրոց։ Մեր հաջորդ այցը դեպի Վազգեն Սարգսյանի թանգարանն էր, որը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում։ Թանգարանում ամեն մի նմուշ, ամեն մի նկար խոսում է Վազգեն Սարգսյանի ուժի և հայտեսանքի մասին։ Թանգարանում զգուշ ոչ թե անցյալը, այլ ներկա հայրենասիրությունը, որն ապրում է յուրաքանչյուր հայի մեջ։ Թանգարանում մենք տեսանք Վազգեն Սարգսյանի ավտոմեքենան, որի պատմությունը մեզ շատ հետաքրքրեց։ Վազգեն Սարգսյանի ավտոմեքենան նվեր է եկել Ալթենքից 1992 թվականին։ Վազգեն Սարգսյանը պաշտոնական ավտոմեքենայով էր ներկայացել հանդիպմանը, որտեղ գտնվում էր նաև Վարուժան Գնունին, Ալթենքի մեծահարուստներից մեկը։ Նա Վազգենին հարց է տալիս, թե նա մեքենա ունի, թե ոչ։ Վազգենն ասում է ոչ, չունեմ ավտոմեքենա, եւ Վարուժան Գնունին գնում է Ալթենք, նրան ուղարկում է ավտոմեքենան եւ Ղարաբաղյան շարժման ժամանակ Վազգեն Սարգսյանը տանում է իր ավտոմեքենան եւ Վրաստանում փոխանակում է երկու տանկի հետ։ Վարուժան Գնունին իմանում է դրա մասին եւ վերագրնում է այդ ավտոմեքենան եւ ուղարկում է Վազգեն Սարգսյանին։ Վազգեն Սարգսյանը այդ ավտոմեքենայով զենքեր է տանում, դիրքեր եւ այլ օգտակար բաներ անում բանակի համար եւ Վազգենի մահից հետո ավտոմեքենան մնում է իր եղբորը Արմենին։ Արմենը որոշում է կայացնում, որ ավտոմեքենան պետք է կայանի Վազգեն Սարգսյանի թանգարանում։ Վազգեն Սարգսյանի թանգարանը հիշեցնում է, որ հայրենիքը սկսում է պատասխանատվությունից։ Թանգարանում է սովորեցից ոչ միայն ուժեղ լինել խոսքով, նաև գործով։ Վազգեն Սարգսյանի կերպարը այստեղ ոչ թե հուշ էին, այլ կենդանի ուղերձ դեպի ապագա։ Թանգարանից դուրս եկանք լուրջ, բայց ուժեղացած, հպարտ մեր հերոսով և մեր պատմությամբ։ Մեր հաջորդ այցը դեպի Խոսրովի անտառ արգելոց թանգարանն էր։ Խոսրովի անտառը արգելոց է ճանաչվել 1958 թվականին, այնտեղ են պահպանվում գիրու և կաղնու անտառները։ Խոսրովի անտառը շատ կարևոր դեր ունի Հայաստանի Հանրապետության համար։ Այն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության 1%-ը։ Խոսրովի անտառ պետական արգելոցում են պահպանվում Հայաստանի Հանրապետության 80 տեսակ բույսերը, որոնք գրանցված են Կարմիր գրքում, և 28 տեսակ բույսեր, որոնք էնդեմիկ են։ Այստեղ բնակվող կենդանիներից 58-ը գրանցված է Կարմիր գրքում, իր անունը ստացել է իր պատիվ Խոսրով Կոտակ թագավորի անունից։ Սա առաջին արհեստական անտառներից է հիմնված 4 տան։ Այստեղ գրանցված է Կովկասյան ընձառյուծը ՀՀ Կարմիր գրքում եւ ամենամեծը գիշատիչ գորշաչի է։ Բեզուարյան այցը արգելոցի և բնիկներից է, իր անունը ստացել է Ստամոքսում Պիերի հանքայնության խտանյութերից առաջած գնդերի, որոնք կոչվում են բեզուարներ, որոնք ժամանակին օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ։ Բեզուարյան այցը գրանցված է Կարմիր գրքում։ Մի փոքր հետություն Բեզուարյան այցերի մասին։ Բեզուարյան այցերը, ինչպես այցերի և ոչխարների մեծ մասը, ունեն հորիզոնական վիպեր։ Հորիզոնական վիպը թույլ է տալիս այցերին ունենալ շատ լայն պանորամային տեսադաշտ, մոտ 340 աստիճան, նույնիսկ առանց գլուխը շարժելու։ Սա կենսական է բաց ժայռոտ լանջերում գիշատիչներին, ինչպես նաև գովազին գայլերին արագ նկատելու համար։ Արգելոզը միակն է Հայաստանում, որտեղ բնադրում է Սև անգաղը, բնադրում է գիհու ծաղիկահարին, գրանցված է Կարմիր գրքում։ Խոսրովի անտառ պետական արգելոցը հայոց պատմամշակութային հուշարձաններ է, որոնց հուսով են նոր քայլարշավի շրջանակներում գտեցնել կաքավաբերդը, ափսոսվանքը և այլն։
Ուրախությամբ գովազդներում տեսել եք Արտֆուդ գործարանի մասին սկսվում է 1961 թվականին նշվում։ Ընկերության պատմությունը սկսվում է հենց 1961 թվականից, երբ գործարանը գործարկվեց սեփական փոքրիկ արտադրությունը, եւ այդ թվականը հենց նշված է գործարանի մուտքի վրա։ Արտֆուդ գործարանը իր արտադրությունում օգտագործում է ԵԱՀՄ տարածաշրջանում գտնվող միակ իտալական կավալերի ոսկրգիծը, բարձրորակ արտադրանքի և միջազգային չափանիշներին համապատասխանելու համար Արտֆուդ գործարանը ստացել է 13 մեդալներ և պատվոգիր։ Այս ընկերությունը ներկայացնում է պահածոներ, ջեմ, սոուսներ եւ այլն։ Այցի ընթացքում մեզ հյուրասիրեցին նրան Արտֆուդը Արարատի մարզում գտնվող պահածոների գործարանը իր Արտֆուդ Սանի անվանելով From Armenia ապրանքանիշը ներկայացրել է Foodix Saudi 2024 ցուցահանդեսում, որը տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում։ Այնտեղ ներկայացրել է Հայաստանի համերի բազմազանությունը և արտադրական բարձր չափանիշները։ 27/07/2024 թվականին գործարանը այստեղ դոկտոր ԱՄ գործարանը այստեղ ԱՄ-ի տեսփան դոկտոր Նարիման Ալմունա։ Սա հիշարան այց էր, որը ընդգրկված էր համագործության և համաձուլության։ Տոննաներով պղպեղ, բադրիջան մենք արտադրում ենք Հայաստանում ամենահամեղ խավիարը, ամենաշատ հյութերը, ամառե հյութերը դա մենք ենք արտադրում 100 Այդտեղ արդեն մանկություն, դպրոցային համակարգ, մոդեռնային համակարգ, զնդակը, իրերը